Տիկին Հրանյան, ես շատ ուրախ եմ, որ դուք նշեցիք, որ խոսքը, նախաձեռնությունը, այսպես ասած, նախագիծը մասնագիտական գործունեությունից զրկելու մասին չպետք է լինի, այլ կոնկրետ այս ընթացակարգային գործունեությունը ճիշտ ընթացակարգերով իրականացնելու մասին պետք է լինի։ Դա նույնն է, ինչ որ ասում եմ ես, այո, ես դա ողջունում եմ եւ դա շատ անհրաժեշտ է, բայց արդյոք դուք չեք գտնում, որ անհատական լիցենզիան դա մասնագիտական գործունեության լիազորություն հավաստագիր ստանալու փաստաթուղթ է, անհատական մասնագիտական։ Արդյոք սրանք մեկը մյուսին չեն հակասում։ Մի կողմից սահմանվում է անհատական լիցենզիան մասնագիտական գործունեություն իրականացնելու հավաստող փաստաթուղթ, մյուս կողմից ասում եք այդ փաստաթղթից զրկում ենք, եթե նա ընթացակարգային ուրիշ ոլորտում ընթացակարգային խախտում է արել։ Տիկին Գյուրեղյան, անհատական լիցենզիային չէ նշանակում բժշկի տվյալ մասնագետի հմտությունները գնահատող փաստաթուղթ, այսինքն դա կլինի տեսական գիտելիքներ, դա կլինի գործնական հմտությունները, այդ ամեն ինչը լիցենզիայի մեջ է, չեմ մտնում։ Հիմա եթե 1, 2, 3 անգամ բժիշկը սխալվում է եւ կամ հիվանդին սխալ դիագնոզով ուղեկցում է ՄՍԾ կամ հակառակը, եթե պետք է չի ուղղորդում, ինչ պետք է անել այդ բժիշկին, դա նշանակում է, որ ինքը թերանում է, չէ՞, իր մասնագիտական խնդիրների, մասնագիտական հմտությունների մեջ եւ տեսական գիտելիքների եւ գործնական, դա սա ոնց կարելի է կարգավորել ձեր կարծիքով։ Ուղղորդել դրա համար ընթացակարգերով աշխատանքի տեսչական մարմինը ուղղորդում է համապատասխան ներողություն, շարունակեք, արձագանքեք, հայ շարունակեմ։ Տիկին Հունանյան, ելի եմ կրկնում, դուք ասում եք այն, ինչ որ ես եմ ասում, այո, նրան պետք է պատժել, միգուցե ինչ, բայց պատժել այդ հավաստագիրը, որը տրվում է որպես այդ հանձնաժողովի անդամ լինելու լիազորություն, այդ հավաստագրից զրկելու առումով, այո, բայց լավ վիրաբույժը, այլևս վիրաբուժություն չանի, որովհետև այն մյուս ոլորտում ինքը սխալ փաստաթուղթ է գրել, իրեն զրկեք այդ փաստաթուղթը ընդհանրապես լրացնելու լիազորությունից, ես դրան երկու ձեռքով կողմ եմ, բայց իրեն զրկել որպես բժիշկ վիրահատություն անելուց սրա մասին են պետք մտածել, վերջի վերջո մենք բոլոր բժիշկներին պոտենցիալ հանցագործ ենք դարձնում։ Տիկին Գյուրեղյան, առաջինից երկրորդ ընթերցման դուք ասացիք, որ անպայման կներկայացնեք ձեր դիտարկումները եւ մենք նորից դրա մասին կխոսենք, բայց այստեղ եւ մենք ասացինք, որ այդ զրկելը մենք կփորձենք մեղմել ինչ որ այլ ձևակերպել, ոչ թե զրկել, բայց ես միևնույն է կողմ եմ այն փաստին, որ եթե մարդու կյանքի հետ է գործը, մարդու կյանքի մասին է խոսքը գնում, մի քիչ պետք է շատ խիստ լինել, էլի, որտեվ դա կարող եք լինել դուք, մյուսը, շնորհակալություն։